Սպիտակի երկրաշարժից հետո Արթիկի չգործող հանքերի տեղում լիտվացի շինարարները նոր լմբատ թաղամասը կառուցեցին։ Ինչպես Գյումրիում 92-93 թվականներին Արթիկ քաղաքից դուրս նոր թաղամաս կառուցելու ծրագրերն անավարտ մնացին։ Բարձրադիր հատվածում Քարքարոտ ու Ամայի վայրում մոտ 3 հեկտար հողատարածքը հատկացվեց Արթիկի տարածաշրջանի համար նոր բժշկական կենտրոնի կառուցմանը։ Մոտ 2500 քառակուսի մետրը կառուցապատման տակ է այժմ։ Արթիկ բժշկական կենտրոնը ներկայիս հիվանդանոցից մեծ շենք է ունենալու, այն եռահարկ տիպային կառույց է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ ճանապարհային հասանելիությամբ։ Շինարարությունը արագ տեմպերով է գնում։ Անցած տարվա հունիսից է տեխնիկան մտել շինհրապարակ։ Նախագծով բժշկական կենտրոն ունենալու է 4 մասնաշենք։ 9 ամսում շինարարները 2 մասնաշենքի հիմնակմախքի աշխատանքներն ավարտում են։ Այս պահին առաջի երկրորդ մասնաշենքը նգուղային հարկով մինչև երրորդ հարկը մի 80% ավարտված է աշճաններով, բաներով։ Այդ երրորդ եւ չորրորդ մասնաշենքերը մի այս պայդարությամբ առաջի հարկի մագարտակի վրա են, նգուղային հարկ չունեն։ Բժշկական նոր շենքում են տեղակայվելու ոչ միայն Արթիկի հիվանդանոցի բոլոր բաժանմունքները, նաև պոլիկլինիկական ծառայությունն ու Արթիկի ծննդատունը։ Տիպային շենքում է տեղավորվելու 75 մահճակալ, ներկայում հիվանդանոցն ունի 25-ը։ Բոլոր բուժծառայությունների մեկտեղումը տիպային շենքում բնակչության օպտիմալ ու արդյունավետ սպասարկում է ենթադրում։ Ծանրաբեռնվածությունն ավելանալու է, կենտրոնը Արթիկի ու հարևան 23 գյուղերի բնակիչների համար է։ Պետությունը 3.5 միլիարդ դրամ է ներդնում նորակառույց բժշկական կենտրոնի կառուցման, ժամանակակից բուժ սարքավորումներով ապահովման համար։ Ժամանակակից տեխնոլոգիաներով ամեն ինչով շինություն է հագեցած է։ Ամեն հիվանդանոցային համալիրեն ինչ որ պահանջում է MRT, ԿՏ ամեն ինչ կա էլի, բացել փախստարանով է։ Հետո իր մեջ կա բանի ինֆեկցիոն բաժանմունք, սա ամեն բաժանմունքները կա։ Ծննդատուն ինֆեկցիոն բաժանմունք, որը այն հիվանդանոցի մեջ չկային, դրանք առանձին են, մի կենտրոնացված։ Տարածաշրջանը սպասարկող շտաբ բուժողության մեքենաները նոր բժշկական կենտրոնի տարածքում կունենան տեղակայման կետ, առայժմ 2-3 մեքենայի համար։ Արթիկի կենտրոնից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա կառուցվող առողջապահական հաստատությունը ինժեներական եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքներով ապահովված է լինելու։ Պայմաններ ստեղծելու դեպքում նախատեսում են, որ գրեթե չբնակեցված լմբատ թաղամասը քաղաքաշինական հեռանկարներ կունենա։ Բուժծառայությունները ժամանակակից սարքավորումներով ապահովելն անհեռանկարային էր համարվում ոչ տիպային այս շենքում, որը 80 տարուց ավելի է հիվանդանոց է եւ սպասարկում է ավելի քան 55,000 բնակչի։ Կատարված աշխատանքները երկհարկանի հին շենքում եղել են մասնակի կամ կոսմետիկ վերանորոգումներ։ Ստացիոնար բաժանմունքում, որտեղ հիվանդներ են պարկում, վերջին վերանորոգումները եղել են 2006 թվականին, 20 տարի առաջ։ Վիրահատական ու մյուս բաժանմունքներում պայմաններն անհամատեղելի են, բայց տարեկան ստացիոնար բուժում է ստանում 1000-ից ավելի մարդ։ Նոր բժշկական կենտրոն ունենալու սպասումով աշխատող բուժանձնակազմը հեռու մնաց հարցազրույցներից, ըստ իրենց կարծիք հայտնել այս ընթացքում պետք չէ։ Բարդ վիրահատությունների ու շատ դեպքերի համար Արթիկի հիվանդանոց չեն դիմում, բուժառուները հիմնականում գալիս են ստուգվելու համար։ Աշկս վիրահատել են Մալայանը, մեր ստեղ կուկամ հաջող խագի ստուգումների։ Ստեղ մենակ ստուգումներ մեկ է Գյումրի կենտրոնը միշտ գնաց է, մեկ էլ Երևան եմ եղել։ Մեկ քանի տարի առաջ եմ օգտվել, ոչ մեկը։ Քարավն է, մեկ էլ տեղն եմ օգտվել։ Ինչ շենքի կառուցած, այսինքն ծածկը փայդից ծածկ է։ Դա այսինքն շենք, որպես այդպեսին չի կարելի ասել, էլի։ Այնտեղ որևէ չափորոշիչ չկա, լիֆտ չկա, այսինքն մարդուն հանել հիվանդին մի կերպ հազիվ հանում են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ռազմագերների կողմից կառուցված շենք է, որևէ չափորոշիչ չի անպասխանում, հետեւաբար մենք Արթիկում ի ուրախություն մեր բոլորի կունենանք գեղեցիկ, կահավորված, բոլոր ծառայությունները կլինեն մեկ շենքում, մեկ տարածքում, այնտեղ նաեւ կա ուղղաթիռի կայանման տեղ։ Արտաքինից նայվող ճարտարապետական տեսք ունեցող 80 տարվա հիվանդանոցը ներսից է քայքայվում։ Հին շենքից բուժ սարքավորումային ու այլ գույք գրեթե չեն տեղափոխելու կառուցվող նոր բժշկական կենտրոն։ Նորակառույցի շահագործումը պլանավորված է 2027 թվականի վերջին։ Հասմիկ Թմասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։